Մինչև որ այս իշխանությունը կմնա, այս իշխանության ամեն ամիս, ամեն շաբաթ, ամեն օր, աղետ է հայ ժողովրդի համար, ամեն օրվա մնալը դա նոր աղետաբերելու երևացող եւ չերևացող հիմա չերևացող աղետները կուտակվում են վաղը մյուս օրը պայթելոն եւ տեսանելի են դառնում որը մենք չենք տեսնում որտեւ այն կուլիսային process-ները որ գնում են դա կուլիսային է եւ իշխանությունը թույլ չի տալու որ դա երևա Իդեպ քիչ առաջ ասեցի ես պարոն Բոզոյան երեք մտքովս անցավ հայ ժողովուրդը այսօր պետական քննության առջև է կանգնած այս 30 տարի հիմա արդեն 30 քանի տարի է 6 տարի 7 տարի սա էլ կա մենք կամ այս քննությունը հաղթահարում ենք Նիկոլին վռնդում ենք կամ այս քննությունը չենք տալիս եւ կորցնում ենք պետություն այսինքն պետության պետականություն ունենալու քննության արժևը կանգնած հայ ժողովուրդը մնում է թե չէ վռնդում է թե ոչ կոպիտ ասեմ սա 21-րդ դարի նոր քաղաքական տեսակի սարդարապատա լինելու քաղաքական սարդարապատ լինում է թե չէ մնում ենք թե չէ մեր պետությունը հայ է մնում է թե հայը չի մնում ժողովուրդը պետքա հասկանա եւ գիտակցի որ ինքը տեսեք այս ընտրություններով պետքա որոշի իր ճակատագիրը ինքը ունենա Արցախի ճակատագիրը թե ինքը կունենա հնարավորություն տեսեք պարոն Բոզյան մենք չենք հասցրել մենք միջև հիմա չկարողացանք մեր ժողովրդին հասկացնել որ տեսեք 18-ի վերջ 19-ի ընտրություններ եթե դուք այդտեղ տապալվեցիք ազգակործանի հետևից գնացիք մենք տվեցինք Արցախի կեսը 21 թվական դուք գնացիք եւ որ մենք ասում էինք ճակատագրական ընտրությունները հիշում եք պես չէին լսում 21 թվական գնացին ընտրությունների ճակատագրական ընտրություններ կորցրեցինք ամբողջ Արցախը տվել ենք Հայաստանի Հանրապետությունից 1000 քառակուսի կիլոմետր տարածքներ տվել ենք բարձունքը տվել ենք շրջափակման մեջ ենք ու այս աղետն ու ցեղասպանությունը 26 թվականի ընտրությունը մենք չենք հասկացել եթե հանկարծ լինի ոչ թե դու մի հատ աբարան ես կորցնում աշտարակ ես կորցնում չգիտեմ ինչ ես անում հաց ես կորցնում մենք դի հասկացենք եթե 26 թվականին կպան Նիկոլը ընտրումա վերջացավ Հայաստանը տեսեք ես մենակ չասեք չէ դրանից հետո մենք դեռ շանսեր ունենք հնարավորություն չէ սա ճակատագրական ընտրությունն է ես համաձայն 18 թվականի ընտրությունների արդյունքում մենք կորցրեցինք Արցախի կեսը 21 թվականի ընտրությունների արդյունքում մենք կորցրեցինք ամբողջ Արցախը 26 թվականի ընտրություններում եթե այս իշխանությունը վերարտադրվեց մենք կկորցնենք Հայաստանը դա իմ համար միանշանակ է ես նույնպես եմ կրկնում բայց սա այդ գիտակցությունը արդեն բոլորի մոտ կա եւ կարծում եմ որ իմաստ չունի ժողովրդի վրա գցել այդ մեղքը թե ժողովուրդը չի գիտակցում ժողովրդին սովորաբար աշխարհի բոլոր ժողովուրդներին ներկայացնում են քաղաքական վերնախավի ներկայացուցիչները եթե քաղաքական վերնախավի ներկայացուցիչները համապատասխանաբար չեն կարողացել ժողովրդին ներկայացնել, ուրեմն դրա մեղքը ոչ թե ժողովուրդն է, այլ քաղաքական վերնախավի ներկայացուցիչն է։ Ես դա դասագրքային ճշմարտություն անժել է։ Դրա համար ժողովրդին որևէ պարագայում մեղադրել չի կարելի։ Աշխարհի բոլոր ժողովուրդները, լինի դա վրացիները, դա ռուսները, դա ամերիկացիները, ես մի օրինակ բերեմ, ես քանի որ իրանք միշտ ձևավորվում են եւ տեսակետ են ստանում վերնախավի կողմից ինֆորմացիա ստան։ Եթե քո վերնախավը այսպեսին է եւ չի կարողացել մինչեւ հիմա դա բացատրի, դա կներեք մեղավորը ժողովուրդը չի։ Տեսեք, ես մի օրինակ բերեմ համաձայնելով ձեզ հետ, պարոն Բոզոյան, դե ասում եմ, ես քանի օր խոսում եմ դրա մասին, Գյումրի ընդ որում դες ոչ թե գնացել եմ 1 ժամվա, 12 ժամ եղել եմ Գյումրիում առավոտեցին տարբեր թաղերով, փողոցներով, տեղերով, միջավայրով եւ այլն եւ այլն։ Ուզում եմ իսկապես ուզում եի հասկանալ, իմիրար դուք շատ ճիշտ եք անում, որտեվ ձեր թիմը գիտե որ շրջաներում, գյուղերում շատ ելում, միանգամից հասկանում ես ինչ է կատարվում։ Այո, դե չէ, այստեղ Երևանում նստած երկու կարևոր բան, պարոն Բոզոյան, որ սոցիալական ինչ խնդրի ինչերի մեջ ենք մենք եւ մեղավորը Նիկոլն է ինչ է անում, ինչ վիճակի մեջ է հասցրել, ինչ աղետ է բերել սոցիալական առումով մեր ժողովրդին եւ երկրորդը անվտանգային հարցը, որ կարող է ընդհանրապես չնել, որ մենք ցեղասպան մենք Թուրքիան մտնի, չգիտեմ կզարմանաք թե կընդունեք դա, չէ դուք ամել աշխատել եք, համագործակցեցիք ինչ որ մի փուլում, կարող է զարմանալ, բան գյումրեցի գիտակցում են Վարդան Ղուկասյանը մարդկային հայերենով իր քաղաքացիներին հասկացրել է, որ սոցիալական աղետը բերել է Նիկոլը, որ անվտանգության աղետը գյումրեցիներ ջան բերել է Նիկոլը եւ ինչ է սպառնում, ամեն երկրորդի հետ խոսում էի, ասում ես ինչ ա արել մեր գլխին, Թուրքին բերում է, սա է, այս ինչ ա արել։ Ես հեսա մի քանի բան ասեմ։ Այսինքն աշխատում է մարդը, տեսեք ոնց է հասկացել ժողովուրդը։ Ես համաձայն եմ ձեր հետ, հիմա ինչ եմ դա ասում։ Մեր համագումարի ժամանակ էլ Թևանյանը ասաց, որ մենք կաբինետային կուսակցություն չենք լինելու։ Մենք լինելու ենք ժողովրդի հետ ամենարա շփումների կուսակցություն, եւ դա ճիշտ է,
մարդկանց հետ շփվելով պետք է մարդկանց բացատրել։ Մենք էլ որ մարդկանց հետ շփվում ենք, տեսնում ենք իրական տրամադրությունները։ Այդ տրամադրությունները շատ հասկանալի եւ տրամաբանական են։ Մարդկանց 90%-ը հասկացել է, որ այս իշխանությունը մահաբեր իշխանությունն է։ Այլ խնդիր է, որ կան հարցադրումներ, որը մեր ժողովրդին պետք է բացատրել։ Ես օրինակ բերեմ, որ դուք ընդհանուր պատկերացնեք։ Օրինակ մարդկանց մի զգալի մասը ասում է, որ այ ռուսները փաստացի մեղավոր են, որ մենք Արցախը հանձնեցինք, չէ՞։ Մենք այդ մարդկանց ոնց ենք բացատրում։ Տեսեք, պատկերացրեք այս Իմիջիալոս 3 հոկտեմբերի 6-ին մահվան թուղթը բերեց Եվրոպայից, Մակրոնից, Միշելից, Նիկոլը հանձնեց